Միանում եմ առաջնորդիս Գևորգ եպիսկոպոս Սարոյանի և մյուս արքեպիսկոպոսների ու եպիսկոպոսների նախաձեռնած հայ առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգումների արդար պահանջին։ Երեկ երեկոյան այս բովանդակությամբ հայտարարություն տարածեց Մասյացոտնի թեմի Ոսկետափ համայնքի Սուրբ Սահակ Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանը։ Արդեն այսօր առավոտյան հոգևորականն այնքան էլ հակված չէր խոսելու երեկվա իր հայտարարության մասին։ Հավաս մեկնաբանություններ էլի, հետո կխոսեմ։ Ուշագրավ է, որ հոգևորականի այս գրառմանը նախորդել էր թեմի հաղորդագրությունն այն մասին, որ Փաշինյանի այսպես ասած բարենորոգման ծրագրին չմիացած քահանաների նկատմամբ ճնշումներ են։ Մասյացոտնի թեմի մի շարք քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք, այդ թվում համայնքապետարանի աշխատակիցներ, ինչպես նաև քահանաների շրջապատին մոտ ազդեցիկ համարվող անհատներ։ Վերջիններս փորձել են տարբեր եղանակներով բարեկամական հորդորների, ծառայողական առավել բարվոք պայմաններ ապահովելու առաջարկների, ինչպես նաև սպառնալիքների կամ ճնշման միջոցով ուղղորդել քահանաներին միանալու թեմի նախկին առաջնորդին և ընդունելու նրա առաջնորդական իշխանությունը։ Հաղորդագրության մեջ ենթադրյալ ճնշումներն ուղղակիորեն վերագրվում են Գևորգ եպիսկոպոսին։ Ճնշումների մասին հայտարարությունից հետո տարածվեց ձեր։ Ոչ մի բան, հետո կխոսեմ։ Ձեզ չեն համոզել կամ ճնշել։ Ոչ մի կերպ։ Առանց մեկնաբանությունների։ Վստահ հնչած ոչ մի կերպը, սակայն շատ արագ փոխվեց։ Տեր Արտաշեսը նոր գրառում կատարեց։ Խորապես ափսոսում և ցավ եմ ապրում երեկվա հայտարարության համար, որը հետևանք էր արտաքին ազդեցության մոլորության, իրականությունը ճիշտ չգնահատելու և հոգեկան լարվածության։ Այդ հայտարարությունը չի արտահայտում իմ իրական միտքն ու համոզումները, գրեց հոգևորականը։ Այս անգամ մեր զանգերն անպատասխան մնացին։ Ինչպես է Մայրաթոռը մեկնաբանում ճնշումների մասին ահազանգերը։ Այդ մասով ես տեղյակ եմ այնքանով ինչքանով հրապարակի տարվեր Ռուբենի հետ ավելի լավ։ Հայր Ռուբենը սակայն առավոտից չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Փորձեցինք մեր հարցերի պատասխանը ստանալ Մասյացոտնի թեմի ֆեյսբուքյան էջին հաղորդագրություն գրելով։ Կոնկրետ որ համայնքապետարանի աշխատակիցներն են նրանք, ինչ են պատմել, արդյոք հանցագործության մասին հաղորդում պատրաստվում են ներկայացնել։ Ստացանք այս պատասխանը։ Այս պահին համապատասխան տեղեկատվությունն արդեն հրապարակվել է, սակայն բոլոր կողմերից մենք ստանում ենք ահազանգեր, որոնք հավաքագրում ենք և անհրաժեշտության դեպքում կհրապարակենք։ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից Գարեգին II կաթողիկոսի որոշմամբ հեռացված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որը ըստ դատարանի որոշման պետք է վերականգնվի իր պաշտոնում, հերքում է ճնշումների մասին տեղեկությունը։ Որևէ մեկը ինձ չի հայտնել ճնշումների մասին։ Որևէ մեկը ես հասկանում եմ, երբ որ կա ընդվզում, երբ որ կա բողոք, ես վստահ եմ, այստեղ բոլորն էլ հարգանքով են այս թեմի տարածքում վերաբերում հոգևորականին, բոլորը գնացեք տեսեք, թե յուրաքանչյուր համայնքում տվյալ համայնքի անդամները ինչպես են փորձել օգտակար լինել քահանային իր ծառայության ընթացքում։ Եպիսկոպոսը սակայն չի բացառում ճնշումները հակառակ ճամբարից։ Ինչ որ ուղղորդմամբ քահանաներին ստիպում են հավատարմություն հայտնել կաթողիկոսին։ Մենք խնդիր ունենք այսօր, չէ՞։ Դուք հավատարմություն եք հայտնում ինչին։ Սրբապղծությունը կոծկելուն, տևական ես բողոքներ եմ ստացել որոշների մասին, որ իրենց գրառումներով ու շատ կոպիտ ու կոշտ գրառումներով իշխանությունների հասցեին եւ այլն համայնքում պարակտում են առաջացնում։ Գիտեք, համայնքը ակնկալում է այս իմաստով չեզոքություն։ Հովիվը պիտի իրեն չեզոք բայ, չպետք է մտնի քաղաքականություն, չպետք է քաղաքական խոսույթը ներմուծի եկեղեցու կյանք։ Արդյոք իրավապահներն անելիք ունեն ճնշումների վերաբերյալ փոխադարձ մեղադրանքների հարցում։ Այս պահին պարզ չէ։ Այսօր մեզ հայտնի դարձավ, որ քրեական վարույթ չի նախաձեռնվել ավելի վաղ հնչած ահազանգերից մեկի առթիվ։ Հունվարի 11-ին Մասիսի եկեղեցու տարածքում ներկաներից մեկը պատասխանելով Ֆակտոր TV-ի հարցին նշել էր, որ իր ցանկությամբ չի եկել, այլ որպես ՎԴԻ համայնքապետարանի աշխատակից։ Իրենից պահանջել են ներկա լինել պատարագին։